Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Համայնքներում խոսել է Արցախի մասին ու հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր Հայաստանի համար։ Ես դրան եմ արձագանքում։ Ղարաբաղյան շարժումը ինչպես է եղել։ Մետրոպոլիայի մեջ բնիկ ժողովրդին իր հողում, իր իրավունքներով ապրող, որը ունեցել է ինքնավարություն, ուշադիր եղեք, ինքնավարություն, ճնշել են եւ որից ծնվել է, սկսվել է շարժում։ Այսինքն ժողովուրդը պաշտպանել է իր իրավունքը, սկսվել է շարժում։ Ի՞նչն է եղել դրա սխալ։ Հիմա որ մեր իրավունքները ոտնահարեն, մենք չպետք է մեզ պաշտպանենք։ Այդ ժողովուրդը իրան պաշտպանել է, դրա ի՞նչն է եղել սխալ, էլի։ Ես դրան եմ արձագանքում, որ ասում եմ պատերազմը մի անգամ պարտվել է, չի կարելի դարձնել, որ մենք սխալ ենք եղել ազգովի վերջին 35 տարում, չգիտեմ դրանից առաջ, ցեղասպանության ժամանակ, որ լսեք անդադար մենք սխալ ենք։ Եթե իրաց լսեք, դա դեմոտիվացնում է մեր ազգին, որովհետև նախ սուտ է, որ մենք սխալ ենք եղել, մեկ, եւ երկրորդը ոչ միայն ճիշտ ենք եղել, այլ նաև հիմա էլ ենք ճիշտ։ Միջազգային հանրությանը, պարոն Մանուկյան, ինչպես եք հետ համոզելու, այսպես ասած, որ Արցախը հայկականներ, եթե իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ կիսում են նրա դիրքորոշումը։ Միջազգային հանրությունը լսում է տվյալ երկրի ղեկավարությանը, տվյալ երկրի ղեկավարությունը ինչ թեզեր շրջանառում է, այդ թեզերով էլ նրանք հիմա իրենք ասում են, եթե դուք օքեյ եք այս վիճակի հետ, շատ լավ։ Դուք օքեյ եք, մենք էլ ենք օքեյ։ Մենք պետք է ասում ենք Ամերիկայում մեկը նստած մտածում է հայերը որտեղ կան, թե չկան։ Դա մեզ է հուզում, մեր հարցն է, մենք ենք դրանով զբաղվում, մեզ պետք է հուզի, մենք պետք է զբաղվենք։ Սրա մասին է խոսացումը։ Մանուկյան, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախը երբեք էլ մեր է չէր եղել, ապա ինչ էր բանակցում եւ ինչու էր ասում, որ Արցախը Հայաստան է եւ Ես արձագանքեցի։ Դա նրա մասին է, որ մենք սխալ ենք եղել, ասում եմ, մենք սխալ չենք եղել։ Որ Արցախը մեր է չի եղել, հայ 150,000 մարդ ոնց էր ապրում այնտեղ։ Պարոն Մանուկյան, ասացիք ճգնաժամ։ Ոնց էին գնում Արցախ, ոնց էին գնում չգիտեմ, Շուշի եւ չեմ ուզում այդ բան անեմ, օրինակների բերեմ, էլի բախի էր ապարում այնտեղ, չգիտեմ, բախի էր տղայի ուղարկել, դա շատ բարձ է սա։ Սխալ անում, ուզում է այդ սխալով ծածկի վերջին տարիների սխալները չի ստացվելու։ Պրահայի հայտարարությունը Չի ստացվելու։ Պրահայի հայտարարությունը դրա հետ կապ չունի, չի ստացվելու։ Պարոն Մանուկյան, ճգնաժամի համար ովքեր են որ չասեցիք, ձեր կարծիքով։ Ճգնաժամի համար միշտ մեղավոր են լինում երկու կողմերն են։ Ճգնաժամի համար մի կողմը չի լինում մեղավոր, երկու կողմերն են մեղավորություններ ունեն։ Դե կոնկրետ հարցակ կասեմ։ Օրինակ մեզ ոչ մեկ չէր խնդրում բանը չհետևել են process-ին, որ Երևանից, չգիտեմ, Ուկրաինայի նախագահը սպառնալիքներ չտեղար, ասենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Կարելի էր խոսել դրա վերաբերյալ եւ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որ մարդը հասկանա ինքը որ երկրի մայրաքաղաքում է գտնվում օրինակ։ Իսկ երբ որ դեսպանին կանչում են ԱԳՆ եւ բողոքն են արտահայտում, դա դիվանագիտական պրոտոկոլ է, եթե խնդիր կա պետությունների միջև դեսպանին անպայման պետք է կանչել եւ տեղեկացնել դեսպանին։ Ձեր կարծիքով իշխանությունները կարողացել են անհրաժեշտ բարձրաբանումներ տալ ռուսական կողմին։ Ես չեմ կարող գաղտնի process-ի մասին կարծիք առնել։ Ես չեմ տեսել այդ պրոտոկոլը, էլի։ Ես այդ պրոտոկոլը չեմ տեսել։ Որ տեսնեմ, կիմանամ ինչ են խոսել, ինչ են ասել, կարող եմ մեկնաբանել։